Սիրելի հայրենագիստներ, Հայաստանում օրեցօր ավելանում է աղքատությունը, գործազրկությունը եւ արտագաղթը։ Փակվում են հարյուրավոր խանութներ։ Անհավասար մրցակցության զոհ է դառնում փոքր ու միջին բիզնեսը։ Երկրում գնալով ավելի է խորանում անարդարությունը, անտարբերությունը եւ ծայրաշյան վտանգավոր է դառնում քրեացին իրավիճակը։ Իսկ ակատնագետին է հասել ամենաթողությունը, անտարբերությունը եւ անպատժելիությունը։ Գրեթե ամեն օր ինքնասպանության դեպք է գրանցվում։ Աշակերտ չլինելու պատճառով տասնյակ դպրոցներ են փակվում։ Աղետի գոտում կան մարդիկ, որ հացի կարոտ են եւ սոված են քնում։ Պետական պարտքը հասել է 6 միլիարդի եւ զավեշտալին այն է, որ ոսկու հանգավայրեր ունեցող երկրի գանձարանում նույնիսկ 1 գրամ ոսկի չկա։ 7-8 տարի առաջ տոննաներով ոսկին վաճառեցին, դրամ դոլար վայրիվերումների արդյունքում միլիոնները գրբանեցին, մի գիշերվա մեջ ժողովրդին թալանեցին, հիմա էլ հանգիստ խճով քնում են, ընդհանրապես չմտածելով, որ իրենց հայրենագիստներից կան մարդիկ, ովքեր թշվառության մեջ ապրում են անասնագոմերում։ Մի քիչ էլ որ օգնում են, դարձնում են դժվժիկի պատմությունը։ Լավ, խոսելով հայրենասիրությունից չեն տեսնում, որ իրենց հայրենագիստները հույսն ու հավատը կորցրած, հիմա էլ կրակն են ընկել վաշկերի, բանկերի, չգիտեմ էլ արագաչափերի ու կարմիր գծերի ձեռքը, վերջ երկրում էլ բան չկա կոպեկներով վաճառելու եւ գույք պարտքի դիմաց օդարելու, մնացել է Սևանա լիճը եւ մեր ժողովուրդը։ Ում ասես արտոնյալ վաշկեր ու հարգային արտոնություններ չեն տալիս։ Հարգային արտոնություններ եք ուզում տալ, դրանք տվեք հազարավոր փոքր ու միջին ձեռնարկատերերին, որ սնանկանում եւ հեռանում են երկրից, օտաչուների աշխատավարձերը տվեք, կամ ուղեք մեր զինված ուժերին, կամ էլ այլ արտարացված սոցիալական ծրագրեր իրականացրեք։ Գյումրի քաղաքի անօթևանության խնդիրը լուծեք, երկրաշարժից հաշմանդամ դարձածներին օգնեք, շինարարական մրցույթներին Գյումրիում գրանցված եւ գործունեություն ծավալող շինարարական կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ եւ նախապատվություն սահմանել, որբիսի Գյումրուն ուղված վաշկային շինարարական ծրագրերը ոչ թե գլենդել հիլզերը, այլ գյումրեցի շինարարներն իրականացնեն, աշխատանք ու գործ ունենան, օրվա հաց վաստակեն եւ իրենց ընտանիքների կողքին լինեն։ Տարօրինակ է, որ կառավարությունը թմկահարում է տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը, Գյումրի քաղաքում գործարար միջավայրի բարելավումը, սակայն դեմ է այս օրենքի ընդունմանը։ Լավ ինչին եք դեմ։ Դեմ եք, որ գյումրեցի տաքսիստներին, փոքր ու միջին ձեռնարկատերերին, բժիշկներին, առևտրով զբաղվողներին հարգային արտոնություններ տրամադրվեն։ Դեմ եք, որ գյումրեցիները մասնակցեն շինարարական աշխատանքներին ու չհեռանան իրենց քաղաքից։ Թե դեմ եք, որ գործազուրկ ուսուցիչները որպես կրկնուսույցներ հարգային արտոնություններ ստանան։ Սիրելի հայրենագիստներ, մենք հետևողական ենք լինելու, որ հանրապետության երկրորդ քաղաքի Գյումրիի համար հարգային արտոնություններ տրամադրող կարևորագույն այս օրենքն ընդունվի։